Ինչ իշխանությամբ ես այդ անում, ով տվեց քեզ այդ իշխանությունը, այսպես ասացին փարիսեցիներն ու օրենսգետները մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, երբ եկեղեցուց տաճարից դուրս էր հանում աղևնավաճառերներին, լումայափոխներին։ Ինչու էին այդպես ասում, որովհետև չարություն ու նախանձ կար նրանց մեջ, որտև ժողովրդի մեջ հարգանք ու պատիվ չունեին, բայց Քրիստոս հարգանք ու պատիվ ուներ ժողովրդի մեջ, բոլորը սիրում էին Տիրոջը, բոլորը գալիս էին նրանից օրհնություն ստանալու եւ այդպես չարությունից ու նախանձից լցված ասացին. ով տվեց քեզ այս իշխանությունը։ Եվ Տերը իմաստուն պատասխան տվեց. ես էլ ձեզ մի բան հարցնեմ։ Հովհաննեսի իշխանությունը որտեղից է, մարդկանցից թե երկնքից։ Վախեցան, ժողովրդից վախեցան, որովհետև Հովհաննեսը նույնպես ընդունված էր ժողովրդի կողմից, ճգնավոր էր, քահանայապետի որդի էր, 30 տարի անապատում էր ապրել Հովհաննեսը, ավետման զավակ էր, ավետիսով էր ծնվել Հովհաննեսը, եւ վախեցան Հովհաննեսի դեմ մի բան ասել, որտեղ ոչ միայն Քրիստոսին չէին ընդունում, այլ նաեւ Հովհաննեսին չէին ընդունում, եւ ասացին չգիտեք, եւ Տերն էլ ասաց, ես էլ ձեզ չեմ ասի, ոչ թե չգիտեմ, այլ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում, որտեղ արժանի չեք դուք իմանալու այն աստվածային իշխանությունը, այն զորությունը, այն օրհնությունը, որ ինձ է տրված հորից։ Հիմա մենք հասկանանք, այդ ինչ իշխանության մասին է մեր Տերը խոսում։ Երբ Քրիստոս երկինք պետք է համբարձվեր, իր աշակերտներին 11 աշակերտներին ասաց. ինձ է տրված ամբողջ իշխանությունը, թե երկնքում եւ թե երկրի վրա։ Ինչ իշխանություն է Աստծո իշխանությունը, սիրո իշխանությունն է։ Մեկ ուրիշ տեղ մեր Տերն ասում է, աշխարհում իշխաններն ու թագավորները, երբ որ ստրկացնում են, երբ որ իշխում են, պարտադրում են իրենց կամքը, նրանք մեծ են կոչվում, բայց ձեր մեջ այդպես թող չլինի։ Ձեզանից ամենափոքրը թող ձեր մեծը լինի։ Ձեր իշխանությունը ոչ թե պարտադրանքի, ստրկական իշխանություն լինի, այլ սիրո իշխանություն լինի։ Ուզում եք իրար իշխել, իրար ծառայեք։ Ուզում եք մեծ կոչվել, ուրեմն փոքր եղեք։ Սա է աստվածային իշխանությունը, որ Տերը մեզ տվել է եւ ինքն էլ այդպես արած, որտեւ եկավ մեզ ծառայեց, մեր մեղքերի համար խաչվեց, ամբողջ մարդկության մեղքերի բեռը իր վրա վերցրեց, խաչով սրբագրեց, իր արյամբ մաքրեց, ամենամեծ փրկագործական ծառայությունը մատուցեց մեզ մեր Տերը եւ սովորեցրեց. դուք էլ, եթե ուզում եք իշխել, ապա պետք է ծառայեք։ Փոքրից պետք է սկսեք եւ բարձրանաք։ Այս մասին մի հետաքրքիր առակ պատմություն եմ ուզում ձեզ ներկայացնել։ Մի միամիտ գյուղացի պատանի է լինում։ Մտքով անցնում է, ասում է, ես պետք է ծառայեմ միայն այն մարդուն, ով տիրում է բոլորի վրա։ Բայց որտեղ գտնեմ այդ մարդուն։ Դուրս է գալի իրենց գյուղամեջ եւ տեսնում է մի առևտրական մեծահարուստ է, գյուղամեջ կանգնած, եւ բոլորը գալիս են, խոնարհվում են, ողջունում են, ասում են երևի այս մեծահարուստ առևտրականն է, տիրում բոլորի վրա, ես էլ իրեն կծառայեմ։ Ուզում է գնալ հասնել մեծահարուստին, որ ասի ես ուզում եմ քեզ ծառայել, մեծահարուստը գնում է իր տունը, քնում է։ Առավոտյան նորից ուզում է տեսնել, կառքը նստում է, գնում է մայրապ, գնում է քաղաք, այդ մեծահարուստը, ինքն էլ հետևից վազում է, տեսնում է բոլոր գյուղաքաղաքներից եկել են գլխավոր քաղաք իշխանի մոտ, տեսնում է շատ մեծահարուստներ կան, իրենց գյուղի մեծահարուստի նման,
որ բոլորը եկել են իրենց խոնարհումը բերելու իշխանին։ Ուրեմն ասում է իշխան ավելի մեծ է, քան մեր առևտրական։ Ուրեմն ես իշխանին պետք է ծառայեմ։ Այդպես իշխանի պալատի մոտ գիշերը քնում է, առավոտյան որ իշխանին տեսնի, չի ասում։ Իշխանը իր շքախմբով, թափորով գնում է մայրաքաղաք։ Եվ այդպես տեսնում է, որ մայրաքաղաքում բազմաթիվ իշխաններ են հավաքվել։ Այս ուր են հավաքվել։ Բոլորը գնում են թագավորի մոտ եւ հասկանում է, որ թագավորն է բոլորի վրա իշխում։ Բայց թագավորին ոնց տեսնի։ Գիշերը կրկին պալատի դռանը մնում է եւ ամբողջ գիշեր հսկում է, որ մի կերպ մտնի պալատ թագավորին տեսնի։ Բայց ինչ է տեսնում։ Թագավորը գաղտնի գիշերը իր պալատից դուրս եկավ, թաքուն, մենակ, գնաց անտառ։ Ասաց, այս թագավորն ուր է գնում մենակ, չի վախենում։ Այդպես գնաց անտառ, ինքն էլ գաղտագովը հետևեց թագավորին։ Շատ խորացավ անտառի մեջ, գնաց մի քարանձավի մեջ մի ծեր ճգնավոր կար։ Երբ որ տեսավ ճգնավորին թագավորը, խոնարհվեց մինչև գետին։ Եվ իր խոնարհումը, իր զղջումը, իր խոստովանությունն ու ապաշխարությունը բերեց ճգնավորին։ Ասեց ուրեմն ճգնավորն է բոլորից մեծ, որ թագավորն էլ նրա խոնարհվեց, ուրեմն ես ճգնավորին պետք է ծառայեմ։ Եվ թագավորը թողեց գնաց, ճգնավորի խցից հետևում էր, տեսներ թե ինչ անում ճգնավորը։ Ճգնավորը տեսավ, որ սրբապատկերի առջև կանգնած Քրիստոսին է երկրպագում։ Խոնարհվում ու երկրպագում է Քրիստոսին։ Ուրեմն ասաց Քրիստոսն է ամենամեծը, որ եթե բոլորին տիրող թագավորը ճգնավորին է խոնարհվում, իսկ ճգնավորը Քրիստոսին է երկրպագում, ուրեմն ես Քրիստոսին պետք է ծառայեմ։ Ամեն։ Եվ այդպես մնաց ճգնավորի հետ ասաց, ես քո աշակերտը կլինեմ, միասին Քրիստոսին կերկրպագենք։ Ամեն։